Ինչ է կատարվում Ղրիմում ու Ղրիմի շուրջ։ Սև ծովի ուկրաինական այս թերակղզին Ռուսաստանին բռնակցվեց 2014-ին։ Մոսկվան նախ զորք ուղարկեց, ապա վիճելի հանրաքվե անցկացրեց։ Գրեթե ողջ աշխարհը, այդ թվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները, հրաժարվում է ճանաչել Ռուսաստանի պահանջը Ղրիմի նկատմամբ։ Բայց այս ապրիլին, երբ ԱՄՆ նախագահ Թրամփի գլխավոր բանագնացը մեկնել էր Մոսկվա առաջարկով ավարտել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը, հնչեց մի նոր միտք։ Պատերազմը դադարեցնելու այդ առաջարկում ի թիվս այլ կետերի մի հետաքրքիր, եկեք ասենք, ենթաառաջարկ կար։ Այդ ենթաառաջարկն այն մասին էր, որ ԱՄՆ կճանաչի Ռուսաստանի վերահսկողությունը Ղրիմի և Մոսկվայի կողմից օկուպացված ուկրաինական այլ տարածքների նկատմամբ։ Հետո դե Թրամփն էլ հրապարակավ հայտարարել էր, որ Ղրիմը կմնա Ռուսաստանի կազմում։ Իհարկե Կոնգրեսը դեռ չի աջակցել այդ դիրքորոշմանը և հաստատել է Միացյալ Նահանգներն Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կողմնակիցն է երկրի միջազգայինորեն ճանաչված սահմաններում։ Բայց եթե Թրամփի ասածով լինի, կնշանակի ԱՄՆ արտաքին քաղաքականության մեծ փոփոխություն։ Ղրիմը խաղաղության դիմաց Ռուսաստան ճանաչելուն Ուկրաինայի նախագահ Զելենսկին է դեմ։ Մտահոգություններ ունեն նաև Կիևի եվրոպացի դաշնակիցները։ Արդյոք խաղաղության գնալու ճանապարհին Միացյալ Նահանգները կփոխի իր դիրքորոշումը Ղրիմի հարցում, թե կշարունակի պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունը, ով գիտի։